ինձ նոր հուշեցին, որ Նանա Սարգսյանն է ուզում իմ հետ կապնվել ուղիղ եթերում։ Նանա ջան, ես հիմա ուղիղ եթերում եմ, դու կարող եք հայցը տալ, միանալ, ձեր օբյեկտիվ խոսքը բարձրաձայնել։ Ես նորից կրկնում եմ մեր հայրենակիցներին, որ մենք չենք քննարկում քաղաքական թեմաներ, այլ մենք խոսում ենք մեր հայրենիքների ազատ արձակվելու թեման, որովհետև Նանա ջան, ես ձեր հայցը ընդունել եմ, դուք արդեն եթերում եք, կմիանաք շուտով։ Նանա ջան, բարի երեկո։ Նանա։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, Նանա ջան։ Ինձ ասացին, որ ուզում եք կապնեք մեր եթերին։ Հա, Գևորգ ջան, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք, պարզապես լսվում է ձայնս լավ։ Լավ լսվում է, խոսեք, նախ կարճ ներկայացրեք Նանա ջան, Ես Նանան եմ Սարգսյան, այո, ես Նանան եմ Սարգսյան, ողջունում եմ բոլորին, ձեզ ունկնդրողներին, եւ ուզում եմ պարզապես շատ հստակ ասել, որովհետեւ Էդգարի մոտ գրում եմ, Էդգարը չի պատասխանում ինձ, չեն զանգահարում ինձ, գիտեք ինչ, ես արդեն երկրորդ օրն հետևում եմ, որ Էդգարը ինչ որ կարծես միտումնավոր հետապնդում է դոկ կուսակցությունը, Անի Խուդավերդյան, համենայն դեպս ինձ մոտ այդ տպավորությունն է ստեղծվել, որ սա միտումնավոր հետապնդում է, այո, լավ բան է անում, ժողովրդին ոտքի է հանում, համախմբում է եւ այլն, բայց իրարամերժ տեղեկատվություն է տարածվում իր մոտ, հետո վարքյանապես դա հերքվում է, հետո այլ տեղեկատվություն է տարածվում, ես խնդրում եմ, որ իրեն հետևողները դրա վրա ուշադրություն դարձնեն, շատ տարօրինակ է։ Մեկ երկրորդը Անի Խուդավերդյանի անունը անընդհատ շոշափելով, ինքը ինչ որ դիվիդենդներ է շահում, ինքը ինչ որ բաներ է, ես ուզում եմ ասեմ պարզապես հիմա դրա ժամանակը չի, հանգիստ թողեք Անի Խուդավերդյանին, մենք այստեղ արդեն չգիտենք ինչ անենք, ոնց անենք, եւ պարզապես լայվ մտնել եւ դիվիդենդներ հավաքել, հումորներ անել, չգիտեմ, այնտեղ ինքը մարդկանց անուններ է տալիս, որոնց մասին մենք չենք էլ ուզում անգամ խոսել եւ մտածել, իրենց համար շատ կլինի, այսինքն չի կարելի այս պահը օգտագործել մարդկանց խոցելու համար, թե կարող խոցել, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ, որ Անի Խուդավերդյանը բավականին ուժեղ եւ խելացի կին է եւ գիտե ինչ է անում, Նանա ջան, այնպես որ առավել եւս դոկի Վարդան Ղուկասյանի մոր անունը շահարկել եւ մայրիկ ջան ինձ չհայոյեք եւ այլն, կամ այնտեղ ինքը ասում է ով գրես թուղթը տվեց ձեռքը կարդա եւ այլն, դա կորեկտ չի, դա հարիր չի մարդուն հատկապես այն բանի, երբ բոլորս այս լարված սպասում ենք մի լավ լուր ստանանք առաջ Աստված։ Ես սա էի ցանկանում փոխանցել Գևորգ ջան, ես շնորհակալ եմ, որ դուք ինձ այդ հնարավորությունը տվեցիք, վստահ եմ գոնե ձեր միջոցով իմ ասելիքը ինքը կստանա։ Ուրեմն ես ուզում եմ շարունակել, Նանա ջան, մեկ վարքյան նախ հասկանանք Խուդավերդյանը ով է, խնդրում եմ։ Անի Խուդավերդյանը դոկ կուսակցության նախագահն է։ Okay, որ հասկանալի մեր հայրենակիցներին, ու ես ուզում եմ մի բան շարունակեմ, Նանա ջան, որ մենք մեր էջը, երբ որ մենք հիմի տրամադրում ենք, ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները հասկանան, ես ինքս Գև Գրիգորյանը, լինելով հայ, ես փորձում եմ մեր հայրենակիցից խոսել նրա ազատության մասին, ես չեմ խառնվում ոչ մի քաղաքական ուժի եւ քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար, այստեղ գնում է մենակ մեր հայրենակցի ազատ արձակվելու, լինելու եւ չնելու հարցը, որ սխալ չհասկանաք, ես Նանա Սարգսյանին չեմ ճանաչում, ինձ խնդրել եմ, որ մենք եթեր միանանք, Նանա ջան, շատ շնորհակալ եմ կապի համար, ունեք էլ ասել ինչ-որ մի բան։ Գիտեք, այստեղ ես ինքս չեմ ցանկանում որևիցե քաղաքական դիրքորոշում հայտնել, թեև կարող եմ շատ երկար, բայց այնուհանդերձ հիմա կրկնում եմ դրա ժամանակը չի, եթե պետք լինի Անի Խուդավերդյանը, Վարդան Ղուկասյանը եւ մենք բոլորս ասուլիս կկազմակերպենք, թող Աստծո ցանկությամբ ամեն ինչ բարեհաջող ավարտվի եւ ինչ պետք է բոլորի հարցերին կպատասխանենք, ի սկզբանե չի եղել ոչ մի սուտ, թող այդ սուտ տեղեկությունը Էդգարը չտարածի, ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ Անի Խուդավերդյանին հանգիստ թողեք Վարդան Ղուկասյանի մորը, որովհետեւ մենք հիմա շատ ավելի կարեւոր հարցի շուրջ ենք կանգնած եւ այդ չգիտեմ գումար հավաքել եւ այլն դրանք երկրորդական, երրորդական եւ հինգերորդական հարցեր են, որը մեզ եւ Անիին եւ կուսակցության մնացած անդամներին, իդեպ ասեմ ես կուսակցական չեմ, ես համախոհ եմ եւ
պարզապես մարդ, ով արդարության կողմնակիցն է, եւ խնդրում եմ հանգիստ թողնել այդ մարդկանց, տեսնենք ինչ է ստացվում։ Առաջ Աստված շնորհակալ եմ Էդգար ջան կապի համար։ Էդգար չէ, Գևորգ ջան, ներողություն, Գևորգ, Էդգարի։ Նայելա մեր եղբայրը, Անի ջան, բոլորը մեր եղբայրներ, բոլորս մենք կարող ենք ինչ-որ պահի տակ սխալական ինչ-որ մի բան, ամեն ինչը շտկելու վրա, ամեն ինչը սխալականը չափ ունի, կան բաներ, որ չի կարելի մարդուն արդեն անձնական դաշտ մտնել եւ անձնական վիրավորանքներ հասցնել։ Ես դա դատապարտում եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ։ Ցավոք չկարողացա իր եթերում գրեցի, պատասխան չստացա, հավանաբար Էդգարը չնկատեց իմ գրածը, որովհետեւ վիճելու ցանկություն չունեմ, ես ցանկանում եմ ասել, որ կոռեկտության կոչ եմ անում։ Մենք վիճականության հարթակ չունենք, բոլորովին դա չի հարցը, հիմա մեր հարցը, մենք հիմա չենք Նանա ջան, կներեք, ստեղ ես ասեմ, իմ հարթակը ես հայ քրիստոնյա եմ եւ սա քրիստոնեական հարթակը, որը համերաշխություն եւ սեր է քարոզում։ Հիմա մենք փորձում ենք քրիստոնյայի լինելով փորձենք այս ամեն ինչը շտկենք, եթե այդպիսի բաներ կան, հայոյանք կամ ինչ-որ խնդիրներ, ես հայոյանք չի հնչել, պարզապես ոչ կոռեկտ արտահայտություններ, որը ճիշտ չի, եւ այս պահին կուսակցության անունը եւս մեկ անգամ փնովել, վատաբանել, չգիտեմ ինչ անել, ես արդեն սա կարող եմ, ես ինձ համար կարող եմ կարծել, որ սա պատվեր է։ Ապա խնդրում եմ պարոն Էդգարին այնպես անել, որ ես սա պատվեր չհամարեմ։ Եվ եթե ինքը լավ գործ է անում, որը ես լավ եմ համարում, մարդկանց է համախմբում իր լայվերով եւ այլն, թող այդ տեսակ շարունակի, թող անուններ անձերին չանդրադառնա։ Այսքանը Գևորգ ջան։ Հասկացա։ Նանա ջան, Աստված օրհնի քեզ, դուք ասեցիք ձեր խոսքը, ազատ խոսքը, ես հիմա ձեզ եթերից կանջտեմ, ես արդեն եթերը կշարունակեմ, որտեղ ես պետք է միանամ Լաս Վեգաս հասկանալու ցույցը ուր հասան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Աստված օրհնի ձեզ։ Ձեզ նույնպես, բոլորին։